Վերադարձանք գովազդից եւ խոսելու ենք, թե ինչու են սիրտ-անոթային հիվանդությունները վերջին շրջանում բավականին երիտասարդացել։ Այս վիճակագրության մեջ մեծ թիվ են կազմում 40+ տարիքի տղամարդիկ, վերջին տարիներին նաեւ կանայք։ Ինչպես հասկանալ, լսել սրտի լուռ ահազանգերը, ինչն է ամենաշատը վնասում մեր սրտին ու ինչպես կանխարգելել անցանկալի հետևանքները։ Մեր տաղավարում է ինտերվենցիոն սրտաբան, Best Life բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Խաչիկ Համբարձումյանը, բարի լույս։ Բարի լույս։ Նախ եկեք պարզենք, թե ինչ է ինտերվենցիոն, ինչ է դա նշանակում։ Բժշկության զարգացման մեջ միտումներ կար ավելի նեղ մասնագիտական պրոֆիլներ ստեղծելու, որպեսզի ավելի յուրահատուկ հիվանդությունները պահանջեն ավելի նեղ մասնագիտական բուժօգնություն, ինտերվենցիոն, այլ խոսքով միջամտական։ Բացի թերապևտիկ սրտաբանությունից նաև կատարում ենք ներանոթային վիրաբուժություն, ստենտավորումներ, բալոն անգիոպլաստիկաներ, այսինքն ներանոթային վիրաբուժության ուղղվածություն։ Ինտերվենցիոնը դա էր։ Իսկ ինչն է ամենաշատը վնասում մեր սրտին այսօր։ Գիտեք, դուք խոսքի սկզբում ասեցիք, որ հիվանդություն ունի երիտասարդացման միտում, ցավոք սրտի դեռևս նախորդ դարի վերջին պրոֆեսորները կարծես չարագուշակ մարգարեություն արեցին, որ նայելով սննդի որակի փոփոխությունները, մարդկանց ապրելակերպի փոփոխությունները, բերելու էր դա ի վերջո նյութափոխանակության, մետաբոլիզմի խանգարումների եւ զուգահեռաբար սիրտանոթային հիվանդությունները երիտասարդանալու էին։ Այո, տեսեք, մարդիկ սակավ շարժունակ են դարձել եւ մասնագիտության բերումով եւ իրենց նախասիրությունների բերումով սկսել են քիչ քայլել։ Տեսնում ենք մեր քաղաքում էլ խցանումներ եւ այլ ամենուր մեքենաներ եւ ամենակարճ հեռավորությունն անգամ մարդիկ նախընտրում են մեքենաներով գնալ։ Սակավ շարժունակությունը իր հերթին բերում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների վատացման եւ դա էլ առաջի զգայուն օրգանը սիրտն է, սիրտը սնող զարկերակներով հանդերձ, որը բերում է արդեն անկայուն ստենոկարդիայի, սրտամկանի ինֆարկտի եւ այլն։ Փաստորեն մեր քաղաքապետարանը մտածում է մեր առողջության մասին։ Տեսեք, կարմիր գծերը թանկացրել է, խցանումներ, ասում են քայլեք, որտեղ քայլեք, որ առողջանաք։ Մենք էլ անդադ ջղայնանում ենք։ Շնորհակալություն, Գելի քաղաքապետարան։ Հաջորդ հարցը։ Իսկ որոնք են սրտի հիվանդությունների առաջին լուռ արձագանքները։ Դա շատ կարևոր է, որովհետեւ լուռ ճակերտները։ Այո, բնականաբար։ Այո, որովհետեւ ես իմ մասնագիտական փորձի, ոչ սակավ փորձի ընթացքում դեռևս մնում եմ այն մտահոգությանը, որ մարդիկ ուշ փուլերում են դիմում բժշկի եւ արդեն նույն գործողությունը, նույն վիրաբուժությունը կատարում ենք արդեն ավելի ուշացված դեպքերում։ Որոնք են նախանշանները։ Համար առաջի տիպիկ դրսևորումը դա կրծքավանդակի հետևում, ասում ենք հետկրծոսկրային շրջանի սեղմող սեղդա այս հատվածում է տեղակայվում ցավը, որը ճառագայթում է հիմնականում ձախ ձեռք եւ ստորին ծնոտ։ Մարդիկ երբեմն դա կապում են մրսածության հետ, մկանային որևէ հիվանդության հետ, բայց ոչ երբեք սրտի։ Այստեղ զարմանք առաջանում, որովհետև մենք եւ ուսանող տարիներից սովորել ենք, որ պետք է առաջինը բացառել կյանքին անմիջական ավելի վտանգ սպառնացող հիվանդությունը։ Հետևաբար միշտ իմ խորհուրդն ու հորդորն է մարդկանց ցանկացած նմանատիպ գանգատի դեպքում այցելել սրտաբանին, անցնել կոնսուլտացիա եւ թող սրտաբանը ինքը բացառի հավանական սրտային պատճառը նման գանգատին, որ զբաղվել ստամոքսով, մկաններով, նյարդերով եւ այլն։ Եվ ստեղ մի փոքր դիտարկում կատարենք։ Տեսեք, երբեմն նաև գոյություն ունի սրտի ցավի գաստրալգիկ, այսինքն ստամոքսի ցավին նմանվող դեպք։ Ինչ դեպքերում պետք է կողմնորոշվել։ Դիցոք, եթե նման գանգատը դրսևորվում է ունեք 25-30 տարեկան իգական սեռի ներկայացուցիչի մոտ, հավանականությունը քիչ է, որ դա սրտից կլինի, բայց եթե ունենք 55 տարեկան պայմանական վերցրած 55 տարեկան տղամարդ, ով ծխող է, ով ունի շաքարային դիաբետ, ով ունի մարմնի ավելորդ քաշ եւ ում գեները ցուցադրել են, այսինքն նախկինում ունեցել են սիրտանոթային պատահարներ ծնողների մոտ, եղբայրների եւ այլ, ապա ինքը երբեք ստամոքսի շրջանի ցավով չպետք է միանգամից կապի ստամոքսի հետ, այլ որպես ահազանգ պետք է զբաղվի սրտով, նոր հետագա արդեն գործողությունները կորոշվեն բժշկի հետ համատեղ։ Իսկ եթե օրգանիզմը լռում է եւ ոչ մի լուր մեզ չի հայտնում, ինչքանով ինչ հաճախականությամբ պետք է այցելենք, օրինակ պրոֆիլակտիկ, չգիտեմ, պոլիկլինիկա կամ հիվանդանոց, որ ստուգվենք։ Կամ գոյություն ունի այդպիսի բան, թե անիմաստ։ Լուր, հենց silent մենք անվանում ենք համր իշեմիա, այսինքն երբ մարդ ունի սնուցման խանգարում, իշեմիան դա սրտի անոթի սնուցման խանգարումն է։ Դա հաճախ դիտվում է դիաբետիկ հիվանդների մոտ, ովքեր ունեն շաքարային դիաբետ, տարիներ շարունակ, որովհետև շաքարը վնասում է ցավազգաց ընկալիչները եւ մարդ երբեմն ինֆարկտ է տանում
ոտքի վրա, այսպես ասված, եւ ցավ որպես այդպեսին չել զգում։ Հետեւաբար դիաբետիկ բուժառուները բոլորը պարտադիր պետք է անցնեն լիպիդային պրոֆիլի, խոլեստերինի փոխանակության անալիզներ, կենսաքիմիական անալիզներ եւ սրտաբանի խորհրդատվություն, իսկ տղամարդկանց ես խորհուրդ եմ տալի 40-ից սկսած պարբերաբար այցելել սրտաբանի հավանական ենթադրյալ անգամ 1% հավանական ռիսկը բացառելու համար, որովհետեւ այդ 1%-ը փորձը ցույց է տալիս, որ լավագույնը ճակերտավոր հաշմանդամության է բերում, եթե ոչ մահացության։ Խոսքը արդեն ինֆարկտի մասին է, երբ որ հիվանդը տանում է սրտամկանի ինֆարկտ։ Դրա համար 40-ը արդեն այդ սահմանն է, որ պետք է սկսել զբաղվել սեփական առողջությամբ։ Իսկ սիրտը հետազոտելու ինչ նորագույն ձևեր կան։ Տեսեք, մենք խոսում ենք երբեմն հասանելի եւ ոչ հասանելի հետազոտություններից, մարդիկ հաճախ դա են պատճառ բերում, բայց փորձը ցույց է տալիս, որ էլեմենտար էլեկտրասրտագրությունը, որ հիվանդին անհրաժեշտ է անցնել, որը բացարձակ դժվարություն խոչընդոտ չի առաջացնում, մարդիկ, չգիտեմ, կամ թերահավատոր են, կամ վախից, կամ երբեմն ալարելով չեն դիմում բժիշկին։ Եվ նրանք նախընտրում են ուրիշ բաներ։ Ես հիմա այս դեղը կխմեմ, լիմոնով ջուր կխմեմ եւ այլն եւ այլն։ Այնինչ պետք է էլեմենտար հետազոտություն անցնել։ Սրտի հիմնական հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու համար խորացված ոչինչ պետք չէ։ Էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն, 24-ժամյա հոլտեր, որպեսզի հավանական արիթմիաները հայտնաբերվի եւ մի քանի անալիզներ, որոնք նորից եմ ասում, իրանցից տեխնիկապես որևէ բարդություն չեն ներկայացնում։ Այլ Աստված մի արածի արդեն բարդացած դեպքերում կլինիկան, որտեղ ես աշխատում եմ, Բեսլեվ հայ-ճապոնական բժշկական կենտրոնը եւ իմ մասնագիտական վերապատրաստումները հնարավորություն են տալիս, որպեսզի ես ինձ դիմողներին օգնեմ բոլոր այն խորացված հետազոտություններով, որ այսօր Ամերիկան ու Եվրոպան առաջարկում են մարդկանց։ Այսինքն մենք ունենք նման հագեցվածություն, բայց սկզբնական փուլում իմ ասած վերոնշյալ հետազոտությունները լիարժեք բավարար են։ Իսկ օրինակ որոնք են դրանք։ Գիտեք, գոյություն ունի մի հետազոտություն, երբ որ սրտի զարկերակը սնող, օրինակ կորոնար պսակաձև զարկերակները գնահատվում են անգիոգրաֆիկ, այսինքն զոնդավորում է ժողովուրդը ասում կորոնարոգրաֆիայի միջոցով եւ գնահատվում է դիցուկ 60% նեղացած, լուսանցքը խցանված։ 50-ից 65%-ը 70 մինչև դա համարվում է մոխրագույն գոտի, այսինքն երբ որ անգիոգրաֆիկ տեսնում ես այդ նեղացումը, ստենտավորես թե չստենտավորես։ Գոյություն ունի հավելյալ իմ ասած արդեն խորացված հետազոտություն OCT, Optical Coherence Tomography, որը կարծես համակարգչային շերտագրման իմաստ ունի, երբ որ մենք անոթը կարծես կամերայով նայում ենք ներսից շերտերը ինչպես են մացեռացված, այսինքն խոցոտված եզրերը, վնասված, կալցիֆիկացված եւ դա է արդեն ավելի հուշում ստենտավորում կատարվի թե չէ։ Հետևաբար հիմա բժշկությունը առաջ է գնացել եւ միայն կորոնարոգրաֆիայի տվյալով որոշել սա պետքա ստենտավորել թե ոչ, դա արդեն հնացած լոզունգ է եւ պետք է արդեն ավելի խորը, իհարկե վիճելի դեպքում, դեպքեր կա որ ակնհայտ է կորոնարոգրաֆիա, 90% խնդիր տեսար պետք է ստենտավորել, բայց վիճելի դեպքերում իհարկե օգնության են գալիս այդ խորացված հետազոտությունները, որը փառք Աստծո մեր երկրում հասանելի ամենայն դեպս իմ պարագայում եւ մեր կենտրոնում։ Այս վերջերս մենք ստացանք նոր օրենք եւ հունվարի 1-ից կարծես թե նոր կարգավիճակում ենք ապրում, խոսքը բժշկական ապահովության մասին է։ Նախ դուք ինչպես եք դրան վերաբերվում, դրական բացասական եւ ինչ վիճակ է հիմա։ Ավելի լավ է դա ժողովրդի համար, թե խնդիրների հետ ենք առնչվում, որովհետեւ այս բանին ասում են, որ պոլիկլինիկաներում տեղ չկա, բժշկական կենտրոններում տեղ չկա, ինչ է կատարվում։ Տեսեք, մոտեցումը երկակի է, իհարկե գլոբալ առումով դա շատ դրական եւ շատ ռեֆորմիստական քայլ է, որովհետեւ հենց դա էլ վկայում է ճիշտ ներդրումը, որ պոլիկլինիկաներում հերթեր են։ Այսինքն մարդիկ սպասել են դրան։ Դա միանշանակ դրական է եւ ցավոք սրտի պետք է ասել, որ երբեմն տարակուսանքով եմ նույնիսկ մոտենում մարդկանց մոտեցումներին, թեխի հիմա արվեց, թեխի այսպես խի այնպես։ Արվեց եւ պետքա ողջունել արածը, որտեվ դա օգնում է մարդկանց պահպանելու իրենց առողջությունը եւ կյանքի տևողությունը երկարացնել եւ այլն։ Այստեղ երկրորդ խնդիրը կա, որը ինձ ավելի շատ է մտահոգում, ինչպես անել, որ մարդիկ չուրախանան, որ հիվանդություն կա, որ պետք է բուժվեն, այլ այնպես անեն, որ չհիվանդանան։ Այսինքն առաջի օղակի մասին կարող մի քիչ հիպոթետիկ է հնչում իմ ասածը, բայց այնուամենայնիվ մեր ջանքը պետք է ներդրվի, որ մարդիկ չհիվանդանան։ Ոչ թե ասենք դուք գնացեք, գիտեք ինչ համար եմ ասում, որովհետև նման մարդիկ էլ կան, մոտենում են, ասում են օրինակ
նախարարի խոսքով ինձ անվճար հասնում է X թվով ստենտ։ Իմ ստենտները դիր գնան։ Այդպես դեպքեր են եղել։ Հերթերի մի մասը նաև մեզանից ժամանակ է խլում, որ քաղաքացուն բացատրես, որ գուցե քեզ տենտ պետք չի տեղադրել, ինչի համար ես դու միգուցե դու առողջ ես եւ ուրախացի, որ դու առողջ ես։ Հասկանում եք, այսինքն ներդրումը շատ լավ էր, բայց մենք ունենք շատ մեծ աշխատանք կատարելու, ինչ անել, որ մարդիկ չհիվանդանան եւ այդ հերթերը դա ուրախալի բան չի, որ հերթեր են։ Դա տխրելու բան, նշանակում է ազգը հիվանդ է, հասկանում եք։ Դա ուրախություն չի, որ այո, լավ է, որ մարդիկ ունեն հնարավորություն, բայց դա խորը ցավով եմ ես նայում, որ տեսնում եմ ինչքան մարդիկ հիվանդ են եւ իսկապես տառապում են հիվանդությունով։ Եվ այս ոլորտում մենք ունենք մեծ աշխատանք կատարելու, ինչ անել, որ մարդիկ չհիվանդանան։ Ես այդ օրինակը միշտ բերել եմ, երբ որ Ֆրանսիայում էի աշխատում, 80-ից տատիկ էր ստենտավորում։ Ես իր այդ զրուցում էի հարցրեց ինչն էր պատճառը, որ դուք որոշեցիք բժշկի գալ ես երիտասարդ ճակերտավոր տարիքում 80 տարեկան 85 կարծեմ։ Ասեց ամուսնուս հետ թենիս էի խաղում եւ ցավ զգացի կրծքավանդակում։ 80-ից տատիկ ամուսնու հետ թենիս խաղալուց։ Մեր մոտ կարծես թե հեքիաթի է նման, որ կարող է տես մի բան մեր երկրում տեսնենք, բայց այսա պիտի լինի մեր մոտեցումը, որ մարդիկ ակտիվ լինեն ֆիզիկապես, իրենց ժամանակից շուտ ծեր չհամարեն, որտեղ այդ հոգեբանական գործոնն էլ մեծ դեր ունի, էլի մարդկանց առողջությունը դեպի վատ թարացում տանելու առումով։ Այսինքն խոսքը նրանում է, որ շատ կարևոր է, որ նաև բժիշկները դրա մասին ձեր պես խոսեն, որ ազգը պետք է ել ավելի ակտիվ լինի, ֆիզկուլտուրով զբաղվի, սպորտով զբաղվի, քայլի, վազի, չգիտեմ, ֆուտբոլ խաղա, բասկետբոլ խաղա, պահանջի երկրից եւ կառավարությունից նաև այդ պայմանները ստեղծելու այդ ամենի համար խաղահրապարակներ, մարզելու դեպքում արդեն ավելի քիչ կլինեն թե հերթերը, թե հիվանդները, թե ստենդավորող մարդիկ եւ այս ամենը ինչի մասին ենք խոսում ենք սրտաբանական հիվանդությունները չեն երիտասարդանա։ Ինչից մենք սկսեցինք մեր խոսակցությունը։ Իսկ կանանց պարագայում, տղամարդկանց պարագայում կարծես թե ավելի պարզ է ամեն ինչ, տղամարդիկ ծխում են, ալկոհոլ են օգտագործում, չգիտեմ, գիրանում են, ինչու է կանանց պարագայում դա նաև երիտասարդացել, խնդիրը։ Կանանց մոտ առանձնահատկությունը պայմանավորված է դաշտանադադարից հետո դիտվող փոփոխություններով։ Եվ եթե մենք խոսում ենք, որ մինչև 55 տարեկանը տղամարդկանց մոտ գերակշռում է սիրտանոթային հիվանդացությունը, 60-ից հետո նույնը ասել չենք կարող։ Համենայն դեպս գոնե հարաբերակցությունը նման ահռելի տարբերությամբ չի, որովհետև նյութափոխանակությունը օրգանիզմը լրիվ ոնց որ ամեն ինչ մոռացվի եւ նոր մեկնարկ տրվի օրգանիզմի համար կանանց այդ տարիքում։ Եվ դա բերում է հիվանդացության նույնպես բան։ Բայց ես մի փոքր չհամաձայնվեմ ձեր հետ ինչ առումով, որ նկատառում կա եւ դա բացասական իմաստով է, կանանց մոտ էլ է սկսել ծխախոտի օգտագործումը շատանալ։ Հիմա 15 տարի առաջ չեք համեմատի եւ այս վերջի վեյփեր, այքոսներ եւ այլն բոլորը։ Իհարկե, հիմա մենք օրինակ եթե ես օրինակի մասնագիտական գործունեության սկզբնական փուլում կանանց գրեթե չէի հարցնում ծխելու մասին, քանի որ անկետային լրացնում ենք, մենք պետք է իմանանք վնասակար, հիմա հարցնում եմ։ Եվ իզուր չեմ հարցնում, որտեվ տեսնում եմ, որ ահագին շատացել են դեպքեր, որ այո ծխում են։ Եվ դա իհարկե բացասական անդրադառնում, նույնը վերաբերում է ալկոհոլի օգտագործմանը, թեպետ ասեմ, որ ալկոհոլի օգտագործումը ինքնին սրտամկանի ինֆարկտի ռիսկի գործոն չէ, այլ արիթմիկ է։ Այո, ծխախոտը դա սևով սպիտակի վրա միշտ գրվում է, որ ամենամեծ ռիսկի գործոններից է, որը մարդու ձեռքում է։ Օրինակ, տղամարդ սեռ լինելը, տարիքը, գենետիկան երբեք չենք կարող փոխել։ Օրինակ, մեզ հայերիս մոտ բնորոշ է այդ հիվանդությունը, Կովկասի ժողովրդին չենք կարող փոխել մեր գեները, բայց բաներ կա, որ կարող ենք փոխել, չծխել, չգիրանալ, խոլեստերինի փոխանակությանը հետևել, եթե ունենք զարկերակային ճնշում, դեղորայք օգտագործել եւ այլն։ Այսինքն փոփոխելի ռիսկի գործոններում ահռելի աշխատանք մենք ունենք եւ կարող ենք դա փոխելով ուշացնել, գոնե ուշացնել սրտամկանի ինֆարկտի հետ, այսպես ասած, հանդիպումը։ Ձեր խոսքի մեջ նշեցիք, որ 25-ից 30 տարեկանների մոտ հիմնականում չի հանդիպում հիվանդությունը, բայց այդ դեպքում որ տարիքից սկսած պետք է սկսել հետազոտվել եւ ինչպես կարող են դիմել ձեր բժշկական կենտրոն հետազոտվելու համար։ Գիտեք, այնպես չի, որ չի հանդիպում, որովհետեւ ամենաերիտասարդ բուժառուն ում ես ստենտավորել եմ եւ սրտի պսակաձև զարկերակի պատրվածք էր ներսից իր մոտ դիտվել 24 տարեկան էր։ Պատահում է, բայց շատ հազվադեպ, բայց կյանքը եւ առհասարակ ամեն ինչ կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե բացառությունների, հետեւաբար ես քիչ առաջ խոսքումս ասեցի գոնե 40 տարեկանից սկսած, եթե կա ռիսկի գործոններ, օրինակ ճարպակալում, գենետիկ հիվանդություններ, ազգում տղամարդկանց մոտ տարածված սիրտանոթային հիվանդությունների ինֆարկտ եւ այլն, պետք է ավելի շուտ, բայց ամեն հավասար պայմաններում գոնե 40-ից պետք է սկսել արդեն զբաղվել մի փոքր։
Ինչպես դիմեն ձեր բժշկական կենտրոն, որպեսզի կարողանան հետազոտվել։ Մեր բժշկական կենտրոնը գտնվում է Ֆանարջան 55 հասցեում, աշխատում է 24/7 ռեժիմով, մենք ընդունում ենք ինչպես պլանային հիվանդներ, այնպես սուր ինֆարկտներ, մեր կենտրոնում կատարվում է նաև սիրտանոթային վիրաբուժության բաց վիրահատություններ, փականային վիրահատություններ, աորտայի պատրվածք, դիսեկցիա է անվանվում, շունտավորումներ, այսինքն սիրտանոթային պրոֆիլի ամբողջական ծավալ եւ հասցեն կա, հեռախոսահամարը կան, կարող են դիմել, զանգահարել, լաբորատորիան է 24/7 ռեժիմով գործում, մենք ունենք շտապ օգնության ծառայություն, որ բուժառուն գանգատի դեպքում կարող է դիմել եւ մեր մասնագիտական բրիգադը մոտենա իրենց եւ եթե հարկ կա տեղափոխելու տեղափոխի եւ այսինքն բաց հասանելի ենք ամեն առումներով։ Հեռախոսահամարը այս պահին տեսնում եք։ Եվս մեկ շատ կարևոր հարց, ասացիք, որ ծխելը կամ ծխելը մեր ձեռքերում է։ Այն օդը, որ մենք շնչում ենք, բավականին աղտոտված է, գլոբալ առումով դա է մեր ձեռքերում, ոչ գլոբալ, ցավոք սրտի ոչ։ Դա է խանգարում եւ դա է պատճառ։ Միանշանակ, որովհետեւ նախ ուռուցքածին հիվանդություններն են շատացել, որը բերում է արյան մակարդելիության խանգարման եւ մակարդելիության խանգարումն էլ իր հերթին բերում է սիրտանոթային համակարգի վնասման, բայց ծխախոտը ինչով է օդն է վնասակար, չէ՞, ծխախոտը իրանով վնասակար չի, որտեղ այդ շնչած օդն է վնաս, այսինքն հանգում ենք օդին, ոչ թե ծխախոտի տուփին։ Հիմա նույն աղտոտված օդը շնչում ենք բոլորս, այսինքն ես ծխող չեմ, բայց փաստորեն կարող է ծխողից ավելի շատ եմ այդ աղտոտված օդը շնչում։ Իսկ դա մյուս կողմից բերում է թոքային համակարգի վնասման, թոքի, իսկ թոքի վնասումը բերում է սրտի աջ բաժինների ծանրաբեռնվածության։ Այսինքն բոլոր դեպքերում օրգանիզմը հայտնվում է արատավոր օղակի մեջ, երբ որ մի պատճառ բերում է մի հետևանք, որն էլ իր հերթին վատ թարացնում է նախորդ պատճառը եւ այսպես ցիկլով օրգանիզմը սկսում է ախտահարվել եւ վաղ փուլում պետք է դիմել բժշկի, որ հնարավորինս գոնե ընդհատի մարդիկ ասում են ինչպես բան, բայց գոնե հետևանքը վերացնենք, որը չխորացնի նախորդ պատճառը։ Իմ ասածը միշտ է, օրինակ ես դուք չենք կարող օդի աղտոտվածության դեմ պայքարել, շինարարություններ, անսահման, չգիտեմ եւ այլն, բայց բաներ կա, որ մենք կարող ենք անել։ Դուք ձեր տեսանկյունից ես որպես բժիշկ իմ տեսանկյունից, որ եթե պատճառը վերացնեն, գուցե սա թույլատնի նախորդ հետևանքի խորացումը եւ այդ փուլով կարողանանք հիվանդին մի քիչ բարեկեցություն շնորհենք։ Քանի որ չենք կարող պայքարել նաեւ եղանակի դեմ, եկեք խոսենք նաեւ սրանից, որովհետեւ ասում են, որ գարնանը շատ հիվանդություններ սրանում են, այդ թվում եւ սրտանոթային հիվանդությունները։ Ինչ անեն մարդիկ այս եղանակային պայմաններում, ինչպես վարեն իրենց կենսակերպը, որպեսզի խուսափեն ավելորդ խնդիրներից։ Ձեր հարցին շատ դուր եկա, որովհետև չասեցիք ինչի են այդպես լինում եղանակների սրացումը, որովհետև մարդկանց պետք չի ծանրաբեռնենք, թե օրգանիզմում ինչ հիստամինային համակարգի փոփոխություններ, սերոտոնինի ալիքի գերակշռում եւ այլն, որ մարդիկ չծանրաբեռնեն, այսինքն ինչ անեն, շատ ճիշտ եք ասում։ Նախ տարանջատենք մարդկանց, որոնք ունեն արդեն իսկ սիրտանոթային հիվանդություններ եւ մարդիկ, որոնք չունեն։ Նախկինում սրտային որևէ միջամտության ենթարկված բուժառուն ունի եղանակից կախվածություն ավելին, քան մարդ, որ չի ունեցել նախկինում պատահար սիրտանոթային։ Ճնշման կտրուկ բարձրացումներ են տեղի ունենում վաղ գարնան փուլում։ Եվ պատկերացրեք ինֆարկտների եւ ինսուլտների հավանականությունը վաղ գարնան փուլում կտրուկ աճում է։ Հետևաբար իմ խորհուրդն է, եթե տեսնում եք 120-130 զարկերակային ճնշումը կտրուկ բարձրացել է 160-170, մի սպասեք, որ դառնա 2 օր նոր դիմեք բժշկի։ Պետք է անհապաղ, ես գիտեմ, որ մեր բժիշկները համանային դեպս գոնե ես իմ փոխարեն կարող եմ ասել, հասանելի եմ իմ բուժառուների համար, եւ իմ հեռախոսահամարը իմ բոլոր հիվանդները ունեն եւ կարող են զանգահարել։ Գոնե եթե այցելելը դժվար է, պետք է անմիջապես կապ հաստատել բժշկի հետ, ինչ անել, չսպասել կամ չդիմել հարևանին, չդիմել չգիտեմ, տնային պայմաններում, ոտքերը տաք ջուր եւ այլն։ Այո, նման բաներ պետք չի անել։ Բժիշկները հասանելի են, դիմեք բժշկին եւ ես միշտ ասել եմ, մեկ դեղահաբի ընդունումը աղետից մարդու կարող է ապահովագրել։ Դեղորեք, որ արագ իջացնում է ճնշումը, կարող է մարդու ինսուլտից, իսկ ինսուլտից հետո մարդիկ, եթե բարեբախտաբար ողջ են մնում, ցավոք սրտի գոնե հաշմանդամ են մնում։ Եվ իրանց ամբողջ հետագա կյանքը դառնում է իրանց համար տրտունջի, դժգոհության եւ օբյեկտիվ իհարկե պատճառ։ Այնինչ մեկ դեղաբով կարելի է այդ ամեն ինչը կանխել էլի։ Դե ինչ, եղեք ուշադիր դեպի ձեր օրգանիզմը ամեն ինչի մասին ձեզ հուշում է,
ցավում է, չգիտեմ, ճնշումն է բարձանում, անհանգստություն է առաջացնում եւ միանգամից դիմեք համապատասխան ձեր սիրելի բժիշկներին, ծանոթ կամ անծանոթ։ Այո, կարող եք դիմել Best Life, ինչպես արդեն ասացինք։ Այո, հեռախոսահամարը գրված է 24/7-ի աշխատում են եւ կանգնած են ձեր առողջության կողքին, բայց նաեւ հորդորում են եւ խորհուրդ են տալիս, որ դուք էլ մի քիչ ձեր առողջության մասին մտածեք։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար, իսկ Շնորհակալ եմ։ մենք անցնելով առաջ դիտենք գովազդ եւ հետո վերադառնանք։ Գովազդ Շանթի եթերում։